Եվրոպան, Եվրոպարլամենտը հատկապես միշտ է Թուրքիային քննադատել, հատկապես մարդու իրավունքների ազգային փոքրամասնություն, այսինքն ավանդական խնդիրները, որը որ Թուրքիայի համար միշտ եղել է։ Եվ դա հատկապես ավելի այսպես ինտենսիվ բնույթ ընդունեց այդ Գեզի զբոսայգու իրադարձություններից, այսինքն 2015 թվականից սկսած մինչև վերջերս, բայց վերջին տարիներին ես այդ թեմաներին էլի անդրադարձել եմ, հատկապես Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո այդ նույն Եվրոպան շատ առումներով ուղղակի աչքափակում Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Եվ հիմա տեսեք ինչ հետաքրքիր էր, որ ես կարծում եմ, որ պատահական չէր, որ այդ բանաձևը ընդունվեց, երբ որ Հական Ֆիդանը Ռուսաստանում էր գտնվում։ Ես ավելին կասեմ, այդտեղ ուղիղ կապ կա։ Եվ բանաձևը ինչով է առանձնանում, ինչով է կարևոր, որտեղ միշտ Եվրոպան ընդհանրական քննադատություն է ասել։ Օրինակ, մարդու իրավունքները վատ վիճակում են, կամ այս տիպի, այսինքն քննադատումներ են եղել, բայց այս անգամ կոնկրետ անձի հետ հասցեական է։ Մասնավորապես խոսքը վերաբերվում է արդարադատության նախարար Գյուրլեքին, որը որ մի շարք աղմկահարույց գործերի այսպես հետևում է, առաջին հերթին ուրեմն դա հենց Էքրեմ Իմամօղլուի գործն է։ Իմջալոս Թուրքիայում շատերը ասում են, որ այդ գործի արդյունքում ինքը դարձավ արդարադատության նախարար, որտեղ մինչ այդ բան է դատախազ էր Ստամբուլի։ Նվեր իրեն, հա, այո, գործը արեց իր համար դա տվեցին եւ հիմա տեսեք անհատական, այսինքն Եվրոպան իր գործելավոճը փոխում է, անհատական, որը Թուրքիայի համար շատ հետաքրքիր մեսիջ է։ Այսինքն մինչ այդ այդպիսի ցուցակում եղել են Իրանի, Ռուսաստանի եւ Սիրիայի պաշտոնյաներ, այսինքն պատկերացեք որ հարթության մեջ են բերում ուրեմն Թուրքիային եւ սա առաջին անձներ, որի նկատմամբ ու հետաքրքիր է, որ հենց մարդու իրավունքների, հենց դատարանների հետ կապված, այսինքն բնութագրեցին, որ Թուրքիայում դատական համակարգը մեկ մարդու ձեռքում է։ Սա իրականում շատ լուրջ, այսպես մեղադրանք է Թուրքիայի հասցեին եւ այնտեղ բանաձևում նաեւ նշվում է, որ Թուրքիան գնում է բացարձակ ավտորիտար ռեժիմի, չնայած ես կասեի հաստատված է բացարձակ ավտորիտար ռեժիմը։ Բայց նրանք են դա բայց դա բարձրաձայն է, այո, շատ հետաքրքիր։ Դուք ասում եք առաջ աչք է փակում որոշակի, իսկ հիմա պահը եկել է, այդ ինչ պահ է։ Այ հիմա դա է հետաքրքիր, որովհետև այստեղ Թուրքիայի հետ կապված իրենք միշտ խնդիրներ ունեցել են, բնականաբար Եվրոպայի համար ամենակարևորը վերահսկելի Թուրքիան է, եւ առաջինը այս հարթության մեջ պետք է դիտարկել։ Երկրորդ, մենք չգիտենք հետագա գործընթացները Մերձավոր Արևելքում ինչպես են տեղի ունենալու։ Տեսեք, սովորաբար, երբ որ Իրանը ավելի արևմտամետ է դիրքավորվում, պատմական փորձից եմ ասում, Թուրքիայի դերը խիստ նվազում է, որտեղ Թուրքիան այլևս պետք չի։ Եվ հիմա տեսեք մի հատ այսպես իրավիճակը, երբ որ Իրանի նկատմամբ հանվում են պատժամիջոցները, Իրանը Եվրոպայի հետ մերձենալու ավելի մեծ ռեսուրսներ եւ հնարավորություններ ունի եւ ընդհանրապես ռեսուրսային, այդու նաեւ աշխարհագրական դիրքով Իրանը ավելի կարեւոր տեղում է գտնվում, մանավանդ երբ որ նայում ենք հիմիկվա ենթակառուցվածքները, այսինքն կենտրոնը գալիս է Իրան, Թուրքիան այլևս իրենց այդքան հետաքրքիր չի, մանավանդ որ եթե դիտարկենք անվտանգային ոլորտն էլ, օրինակ նույն ՆԱՏՕ-ն, որտեղ որ Թուրքիան էլի եթե նահանգները օրինակ որոշի առանձին անվտանգային համակարգ ձևավորի, Թուրքիան բնականաբար ամեն ինչ կանի, որ այդ համակարգը մնա, որտեղ ինքը ստեղ ամենաուժեղն է, բայց դա թույլ կտա Եվրոպան։ Եվ այստեղ չմոռանանք նաև ներքին խնդիրները, օրինակ նախագահական ընտրությունների հարցը, արտահերթ լինելու է, չի լինելու, Թուրքիայում հիմա շատ ակտիվ քննարկում են ով Էրդողանին պետք է օգնի հաջորդ ընտրություններում, այսինքն շատ խնդիրներ կա։ Կամ եթե ոչ Էրդողանն է, ապա ով է, դա էլ շատ հետաքրքիր է, ճիշտ է։ Հիմա ասել են, որ մեր նախագահի տեխնացուն, իր կուսակցությունը ասել է, տեխնացուն Էրդողանն է։ Էրդողանն է, այո։ Կկարողանա Էրդողանը այս անգամ եւս ուրեմն մասնակցել։ Չէ, այդտեղ լուրջ խնդիր կա, շատ լուրջ։ Եվ այդ հարցն էլ տամ, եթե կա
կանուն կա արդեն ինչ որ քաղաքական գործիչ, որը դեռ չի բարձրաձայնվում, բայց եթե Էրդողանը չի կարողանալու, չգիտեմ, համանդրությունը չեն հասցնելու փոխել, ինչ պատճառներով դա լինելու է ոչ Էրդողանը, ապա ով է լինելու։ Չեմ կարծում, որ դա ոչ Էրդողանն է լինելու։ Ահա, այսինքն Էրդողանն է լինելու։ Տեսեք, գիտեք, հիմա ինչ հետաքրքիր քննարկումներ ա Թուրքիայում, որ որպեսզի ԱԶԿ-ն, այսինքն հիմա արդեն հասկանում են, որ Էրդողանը վաղ թե ուշ գնացող ֆիգուրա եւ փորձում են այնպես անեն, որ ինստիտուցիոնալ իշխանությունը մնա ԱԶԿ-ի ձեռքում, այսինքն Էրդողանի կուսակցության ձեռքում։ Այստեղ առաջարկում են որոշակի տարբերակներ, միջից ասեմ, շատ տրամաբանական է, որտեղ ընդդիմության ճամբարը ուղղակի ոչնչացված է։ Եվ ամենակարող ուժը, որ կարող էր ԱԶԿ-ի դեմն առնել, դա հանրապետական ժողովրդական կուսակցությունն է, բայց տեսնում ենք ինչ է կատարվում։ Էրդողանը անգամ 3 կարծեմ կամ 3 առաջի օրը Անկարայի կուսակցության ժողովի ժամանակ ասում է Թուրքիան մի հատ է խնդիր ունի, օպոզիցիայի դեֆիցիտն է։ Այսինքն այս համատեքստում ԱԶԿ-ի դերը ավելի է ինստիտուցիոնալացում են, փորձում են ինստիտուցիոնալ եղան, որ մարդիկ եթե չլինի Էրդողան անձը, որտեղ հիմա անձով է, ինստիտուցիոնալ գնա, այստեղ է հիմա քննարկումները եւ առաջարկների մեջ է Էրդողանի փեսան, ոչ բայրակթարը, ուրեմն եւ տղան ի վերջո կարող են Բիլալ Էրդողանի վրա շեշտը դնել, որտեղ նրա մասին քննարկումները շատ են։ Իրանը բնականաբար մեր տարածաշրջանի նկատմամբ ունի շատ մեծ հետաքրքրություններ։ Տեսեք, Իրանի համար, այս ռեժիմի համար, իսլամական հանրապետության համար միշտ առաջնային ա եղել Մերձավոր Արևելքը, բայց Մերձավոր Արևելքից հետո իրենք Հարավային Կովկասը դիտարկել են անվտանգային համակարգում։ Այսինքն սա իրանց համար անվտանգային տարածք է, հետևաբար իրանց հետաքրքրությունը միշտ այնտեղ կա։ Ինչպես Ռուսաստանի պարագայում է, այնպես էլ Իրանի եւ Թուրքիայի դեպքում իրանք էլի պատմական ռազմավարական հակառակորդներ են։ Հիմա ես օրինակը բերեցի Մերձավոր Արևելքից Ռուսաստանի օրինակով, բայց Ռուսաստանը մեծ հաշվով այդքան մեծ ներգրավվածություն երբեք չունեցել Մերձավոր Արևելքում, այտենց հատվածային է, հա, եղել իր ներգրավումը։ Իսկ Իրանը տարիներ շարունակ կառուցել է մեխանիզմներ իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում պահելու համար, ու հիմա տեսեք ինքը չկա նույն Սիրիայում, բայց կա Թուրքիա նույն Սիրիայում։ Սա շատ լուրջ է։ Նույն Պաղեստինի խնդրի հետ կապված Իրան չկա, կա ուրեմն Թուրքիան է շատ ակտիվ այն դեպքում, երբ որ Հեզբոլահը Իրանի պրոյեկտն է, Լիբանանի խնդիրը, այսինքն տեսեք ինքը նախ այս ոլորտները պետք է դիտարկել ու միշտ Իրանում էլ Թուրքիան ընկալվում է որպես արևմտյան համակարգի մաս, որտեղ ՆԱՏՕ-ի անդամ ուրեմն պետություն է։ Իրանի պարագայում իհարկե կապված թե մենք ինչ Իրան կունենանք, որտեղ այս ամենակարևորը, եթե դուրս է գալիս պատժամիջոցները ինքը այսպես մի հատ վերակենդանանում է, հա, այս տեղի ունեցածից հետո վերաձևակերպում է իր առաջնահերթությունները, բնականաբար Թուրքիայի հետ մրցակցության մեջ է մտնելու մեր տարածաշրջանի համար։ Եվ ուժեղ մրցակից է Եվ ուժեղ մրցակից է կլինի, որտեղ ստեղ գիտեք, մենակ տարածաշրջանը չի մի քիչ ավելի գլոբալ խնդիր կա նաև Իրանի մեծ տարածաշրջանից բացի կա նաև թյուրքական ֆակտորը, որը որ Թուրքիան այս պահին առաջամղում, բնականաբար դա Իրանում նույնպես անվտանգային համատեքստում են դիտարկում։ Եվ վերջապես ես կասեի, այս բոլորը հասկանալու համար նաև պետքա դիտարկել արևմուտքին։ Եվ Ռուբիոն երեք կարծես թե ասեց, եթե Իրանը չվերադառնա իր հին պահվածքին ներդրումներ, չգիտես ինչ։ Տեսեք, միայն այն, որ ենթակառուցվածքների, տեսեք, Թուրքիան ինքը հատկապես իրանական պատերազմից հետո ինքը ընկած ենթակառուցվածքների ծրագրեր է առաջարկում, բայց ոչ մեկ այդ ենթակառուցվածքների ծրագրերը չի հովանավորում։ Տեսեք, իրենք այս միջին միջանցքի մի հատված կառուցելու համար շատ մեծ գումար են վերցրել, կարծեմ Ասիական զարգացման բանկից ի վերջո վերցրեցին, բայց դա իրանց համար ահռելի մեծ գումար է իրանց տնտեսության եւ այս չունեցած ռեսուրսների պարագայում։ Իսկ հիմա մի պահ պատկերացեք Իրանը հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք, այսինքն Իրանը ստեղ ունի մեծ պոտենցիալ եւ նաեւ իր ունեցած ռեսուրսները։ Այնպես որ եթե արևմուտքն ու Իրանը պայմանավորվեն
եթե ինչ-որ ստորագրել են իրականություն դառնա, ու եթե հատկապես Իրանի նկատմամբ պատժամիջոցներ հանեն, մենք իսկապես ուրիշ լրիվ Իրան ու դրա հետ կապված նաև տարածաշրջան կունենանք։